Սիրելի հետևորդներ, բարի օր եղեք Նաձոր քաղաքից, օրը շաբաթ է եւ ես էլ աշխատանքից գնում եմ տուն։ Այսպես շատ կա որ հասնեմ ճանապարհին, որ տրանսպորտով գնամ, այսպես թռչվելով զոնտիկ էլ չունեմ։ Արաբական ոճով այդպես փաթաթված գնում եմ, չգիտեմ, հասնեմ տուն կհիվանդանամ, կմրսեմ, կսատկեմ։ Գնում եմ, չմտածեցի ճիշտն ասած, որ զոնտիկ անձրևանոց վերցնեմ, թռչվելով գնամ հասնեմ Կոնգոր, շատ կող, որ հասնեմ Կոնգոր, ահագին ճանապարհը։ Բայց մաքուր օդ, տաք է եղանակը կարևորը։ Ես էլ դե չեմ մրսում, թռչվելն էլ հեչ, հասնեմ տուն մի բաժակ թեյ կդնեմ, կխմեմ ու ես թվում է ամեն ինչ լավ կլինի։ Ինքան էլ ուրախ եմ, մեկը տենակ ասի, ինչ ես այդքան ուրախանում թռչվելով։ Մենակ թե Աստված եմ կանչում, որ տրանսպորտ լինի, պատահում է, որ շաբաթ օրը տրանսպորտ չի լինում։ Դե ինչ անենք, չգիտեմ, էսա մարդ ամեն ինչ էլ սովորում է, ընտելանում է, աշխատում է, սենց էլի, բայց դե մի բան եմ ուրախանում, որ տեսեք անձրևը գալիս է, կանաչը դուրս է գալի, ագրավները ինչ դեմովս անցան, կանաչը արդեն աշխատում, կանաչ խոտը աշխատում է, մի հատ նայեք, մի քանի օրից մի հատ արև լինի, լավ կանաչը կփչի, բանջարներն էլ կաճեն, կծլեն և Նազոն էլ կուրախանա։ Այստեղից արդեն գլխավոր ճանապարհն է, որ վայք է տանում։ Ուլում-զուլումով մի կերպ հասա տուն։ Ուլում-զուլումով, անձրևով։ Ահա, այս էլ մեր շենքի առաջը, այստեղ էլ է անձրև, անձրև ու անձրև։ Անձրև, անդադար անձրև։ Ահա սիրելի հետևորդներ, թռչված մտատուն և ինձ էլ կոֆե են հյուրասիրում, կոֆե առաջարկեցին։ Ես էլ որոշել էի, որ թեյ խմեի, բայց կոֆեից էլ չեմ հրաժարվի, կոֆե խմեմ, հետո թեյ էլ կխմեմ ու կանցնեմ իմ գործերին։ Ձեռքի հետ ամանները սրբեցի, դասավորեցի, այս կաթսան, որը ի դեպ դատարկ է, ինձ է սպասում, պետք է ճաշ պատրաստեմ։ Բայց մի 2 րոպե հանգստանամ, նոր էլի այստեղ գործեր ունեմ ես, շատ գործեր, ես դարակ-մարակները դասավորեմ, երեկվա ուղին տիրապտեմ, թորել ենք, ես գնացել քնել եմ 4-5 լիտր մասուրի օղի և պետք է ես հիմա որոշեմ ինչքան է գրադուսն է, աստիճանները խառնեմ իրար, կոֆեն էլ եղավ, հոպլա։ Անցա խոհանոց իմ հերթական աշխատանքին, ուտելիք պատրաստելու մանդակ է, հավի միս է ներքևը, սա սունկ է, են հատիկ պուճուր սունկերից է, 2 տոպրակ եմ հանել, թող հալվի, սրանցով բան կպատրաստեմ հիմա, բայց մինչև այդ մի հատ թեյ եմ պատրաստում, թեյնիկը ջուր լցրեցի, դրեցի, կաթսան ինձ է սպասում, էլ չասեմ, արդեն պարզ է, և ինչ թեյ եմ պատրաստելու, սիրելի հետևորդներ, հատապտուղներով, չորացրած հատապտուղներով թեյ, մրգային թեյ, ահա, նայեք, ինչ է սա, ով կարող է գուշակել, գրեք մեկնաբանություններում։ Շլորն է, որոնք պեսոկ են, մրգեր և մի փոքր լես մասուրի լավաշից։ Թեյս համով թեյա լինելու կարմիր,
Մրգային թեյ, Աշոտներ զարմացած նայում, մտածում, ինչ ես մտածում, արժի խմել, թե ոչ։ Հիմա անցնենք բուն թեմային, այս օղու գրադուզը աստիճանները որոշենք, մեկը հաստատ թունդ է լինելու, մեկը թույլ, որոշենք ու մեծ բանկային մեջ լցնի։ Բանկան էլ արդեն հեսա այստեղ լվացել եմ ու դրել։ Գրադուզ ուր է բաժակ բերեմ։ Հա։ Որ իմանաս ինչ լավ բան է, արաղը, հա։ Հիմա ուզում եմ որոշեմ։ Դենամ քանի աստիճան է այս բանկը ամենի։ Ջան, կաթիլի կորուս չտանք։ Օ, 60 թունդ է։ Մի հատ նայեք էլ սիրելի հետևորդներ, այսօր որ խմի, իսկույն կհարբի, սա թունդ է, գոնե 55 աստիճան պետք է սարքեմ։ Սա խառնում ես իրար, հա։ 60 է։ Հիշեք, որ ասեք 60։ Դրինք մի կողմ։ Բերեցինք էս։ Այսել սենց անենք չթափի։ Տակը բան եմ դրե, հա, չիմանակ թափվում է կահույքին, վերցնելու եմ, մեկ կաթիլի համար մենք շատ ենք չարչարվել։ Իսկական, այս էլ 40-ը, 60-ն ու 40-ը որ խառնենք իրար, քանի աստիճան կկանգնի, մենակ թե չասեք 100, չգումարեք իրար, այստեղ այլ է կարգը, կանգնելու է մոտ միջինը 55 աստիճան, խառնում ենք իրար, ինչ լավ անձրևակալ է, անձրևի լավը բորնա, հանգած աջիրվի, ահա այս գործից էլ պրծա, սիրելի հետևորդներ, ուրեմ հիշեք, 60 աստիճան է, երբ որ խառնում ես 40 աստիճան հողու հետ, ստանում ես 55 աստիճան միջինը։ Միջինը ստացվում է 55 աստիճան, և 55 աստիճանը շատ նորմալ է, հիմա կասեք, ինչ լցրեցիր մեջը, գուշակեք ինքներդ, բնական գույն ենք ստանում, իսկ տարաներն էլ այստեղից հավաքեմ, մաքրեմ լվանա, 1 լիտր էլ այնտեղ է, մեզ պետք էր, ինձ հարկավոր էր, որ սպիտակ մնար, իսի հեսա կդնենք վերևում, այստեղ թող թեյս լինի, մի հատ հավեսին մրգային թեյ եմ պատրաստում, նաև հետը լցրեցի չորացրած խնձոր, տանձ, կարալյոկ, շլոր, մի հատ այս թթվային համեղ թեյ, իհարկե ես եմ մենակ խմելու, գիտեք, չեն խմի։ Ինչ պատրաստեմ այսօր, հիմա թեյս խմեմ, քանի որ սառած եմ, եղանակն էլ անձրևային, մի պահ դուրս գանք պատշգամբ, տեսեք ինչ անձրևային է, իհարկե զարմանալու բան չի, ոչ էլ առաջի անգամ եք տեսնում անձրևը, բոլոր մարզերում էլ հիմա գիտեմ, որ անձրև է, ուղղակի մեր բայքի եղանակը տեսեք, դիտեք, դեռ գալիս է ու գալիս է, սելավն էլ հելել, ասվալտով գնում է, բայց մի բան նկատեք, արդեն այդ կանաչը նկատվում է, 4 ֆոտերի տակից կանաչը երևում է, մոտիկացնեմ, տեսեք, ահա, արդեն կանաչը նկատվում է և շուտով մի քանի օրից Նազոն կգոռա ուռա, գարունը եկել է, սիրելի հետևորդներ, ահա, տեսեք, կանաչը երևում է, մառախլապատ սարերը, բոլոր մարզերում էլ այսպես է, հանրապետությունով մեկ անձրև է, անձրև մի արի, ես գնում եմ բանջարի, այդ ժամանակն էլ կգա, թող չշտապեմ, բայց ես ինչ մառախլապատ ամպեր են, մի նայեք է, մշուշոտ, մառախլապատ, կուտակվել են,
տեսեք մեքենաներն էլ անցան, ջուրը լցվեց անցորդների վրա։ Բա, էտա, ինչ անեն, թրջվեցին։ Նեն երեխան էլ տատիկի վրայից ջուրն է թափ տալիս։ Էտա, մեքենաներին էլ մեղադրելու չի, ուղղակի պետք է մի քիչ կամաց անցնեն, երբ մարդիկ են անցնում։ Աշոտ չայ խմում ես։ Ինչի։ Որ մրգային է դրա համար։ Մեկը շաքարավազով է ուզում, մեկը առանց շաքարավազ։ Չդ պատկերացնի ինչ համով թեյ է, մրգերի համ։ Բանջար սիրողներ եկեք, հավաքվեք։ Բանջարի տեսականի շատ է մեզ մոտ Վայոց ձորում եւ այսօր ես վերցրել եմ մանդակը, սարերի թագուհին, այն բարձրաբերձ է սարերի թագուհին, այն դժվար տեղերում աճող, ամեն մարդու ոտքի բան չի, այն ամենավերջը բարձրանա։ Դե ինչ ասեմ, բերել եմ մանդակ։ Հեսա գարունը կգա, բանջարները կմնա։ Հները հանենք ուտենք, որ նորը տեղադրենք, լցնենք սառցախցիկը։ Իհարկե ասեմ, որ շատ եմ բերում, շատ մարդկանց էլ լավություն եմ անում, մարդ կա, որ նախընտրում է 1 տուփ մանդակ տանը սառեցրած, քան մի հատ տենց շոկոլադ կամ ինչ որ կոնֆետ, սուրճ։ Սառեցրած մանդակը իջեցնում ենք կաթսայի մեջ, ասես մի հատ լցնում ենք վրա, մի հատ նայեք, գարնան գույները բացվեցին, ինչ կանաչ է մանդակը, ոնց որ թե նոր քաղես ու բերես, ու էփելուց էլ ասեմ, որ ինքը չի էլ գույնը փոխում, դեղինը դեղին է մնում, կարմիրը կարմիր, եւ ես այս ամենը անում եմ սովորական ձևով, քաշելով, ոնց տեսել եք, ոչ մի ավել պակաս բան չեմ անում, ու փակում եմ, թողեցի, անձրևն էլ դեռ գալիս է, մի հատ շուռումուռ տամ, անկան շատ է, ես գիտեմ, հեսա կասեք նազով, դու սունկել հանեցի, ուրա, էսա, բոցվեցին, պուճուրիկ սնկերը, ինքան եմ սիրում ես փոքր սնկերը հավաքել ու ասեմ սրանց հետ պտղամիսը ով էլի լավն է, տենց պինդ, ես շատ եմ սիրում ես փոքր սնկերը, շատ, սա էլ միացնեմ, թող հալվի, չգիտեմ, ինչ կարելի է հենց այսպես էլ աղցանի ձևով սարքել, ուտել, հավաքելուց ինչքան եմ խոսում հետները ուրախանում, և տեսեք եղած իրարից էլ անջատվեց, մածունով, սմետանով, սխտոր մածունով էլ համով, Հոնի կամպոտը հատիկներն է մնացել, յութելեցնեմ, հատերն էլ միակ կամպոտնա, որ հատերը ուտում ենք, ես էլ եմ շատ սիրում, Աշոտն էլ, Լիլիթը չէ, մանդակին աղլեցնենք, վստահ լցնում եմ, որովհետև սառցախցիկ դնելուց առաջ ես աղ չեմ լցրել, հիմա եմ լցնում,
Աղջիկը ինչ ես, քոսենքից էլ ավելի համով։ Էն ինչը։ Պաղպաղը։ Էդ ո՞նց է, էնի փակ է։ Էդ երբ է սարքել։ Էն որ խոհանոցում էր պաղպաղակ էր սարքում, ինչով է սարքել էլի։ Ինչ պաղպաղակ է սարքել։ Հանդեցի ոպեսով մի քիչ։ Այդ պաղպաղակը 100 անգամ կքանդես, չէ։ Պետք է չէ պեսով լցնել։ Էդ ով է ասել Բաղադրատոմսը։ Սեփական լիլիթը։ Սեփական լիլիթը, ինչ լավ խելք ունի լիլիթը, չէ։ Իր համար պաղպաղակ է սարքել ձուն ձմռվանը։ Ես էլ մանդակ եմ սարքում սնկի հետ։ Դիրթոս արի, շաքարավազի ամանը չլցնեք, դնենք լվանա։ Ինչ։ Այն պաղպաղացի բաները։ Հա։ Բլոճ, ես է ասեմ ինչ ես խոհանոցում։ Դարակը բացել կանգնել եմ, մի ժամ մտածում եմ, ձեզ հետ էլ է տենց պատահում։ Մտածում ես ինչի համար բացեցիր, ինչի համար եկա ես սենյակ, ինչ եմ ուզում տանել, հիմա իմն է, ես տանեմ, որ քամենք, գնա, վայ չուտող եմ, խարնվել ենք մենք իրար, հեսի տե, կացան վարվում է, դրա համար էլ ասում են անորակ է։ Թող մնա, հիմա կարանք տեղափոխենք հանգիստ, սունկը իրան մի կտրտել է կտրտում։ Եվ մանդակը մի հատ սենց կոֆեի ապսեով սենց սեղմենք, որ այդ ջուրը դուրս տա, շատ ջրջրոտ չլինի։ Իրար կպոս չլինի, հա, առանձնացնենք, բահ, մի հատ լցնում եմ ու արագ խառնում եմ, որ ամբողջը տարածվի, ամբողջի վրա կպնի։ Ես էլ մանդակը պատրաստ է, մի նայեք է։ Անջատում եմ ու վերջ։ Բայց այս սնկի ջրից ես պետք է հիմա մի փոքր բաժակ խմեմ։ Ջրով փլավ չեն սիրում, թե չէ ես կպատրաստեի, այս ջուրն էլ կլցնեի հենց մեջը։ Եվ մեր տնեցիքին սոված չսպանեմ, հաց դնեմ։ Այս ինչ համով է։ Յուրահատուկ համ։ Այստեղ էլ նազոն հանի համեղ ուտելիքները, ինչեր կան, ինչեր չկան, դնի ու հաց ուտենք, թթվասեր,
Բան չարինք, լիքը ամաններ հավաքվեց։ Լավ ընդհանուր հաց ուտենք, նոր կլվանամ։ Թող այս էլ ուտենք, նոր մի անգամից կլվանամ, բիրիկ, այդպես ասած։ Դե ինձ սիրելի հետևորդներ, մեզ բարյախորժակ, ձեզ էլ բարյախորժակ, եթե այս պահին դուք էլ հաց եք ուտում, կամ կապ չունի այս պահին եք ուտում, երբ եք ուտում, անուշ արեք ինչ որ կուտեք, բարյախորժակ։ Ինչ այլ, նենց զգաս նստել ես, ասա նանի, հաց ենք ուզում, վեր կաց, նանի, հաց տուր մեզ, անցի, դու այսօր ամբողջ օրը սրբիճովման կգաս, չէ, ինչի չես ուտում մանդակա, աղցանից ինչու չեք ուտում, առողջարար բազուկով սալատ, Մեջը սեղտով կա։ հա, Մերսի բարեցես մեր սիրել հետևորդներ, YouTube-ում տեսել եմ կես բոլորը բանկայով տորթ են անում, ես ինչն եմ պակաս, ես էլ պետք է անեմ, արդեն ձուն ջարդեցի, երկու հատ, հիմա լցնում ենք պեսոկ, 1, 2, 3, հիմա մենք լցնում ենք ալյուր, մեկ, 2, 3 և 4 հիմա նայենք տենանք ինչ անես պետք մի րոպե Просто не останавливается. Шоколадные тортики в банке завирусились по всему интернету, и оно на процентов стоит. Ձեթել եմ ես պետք Ման լավ հեչ Քիչ դուրս իհարկե չի գալիս Так ահա կաթ մեր կաթը էդ էր որոշեցինք տորթ անել ընդու պաղպաղակ էներ որ տորթը տեսա ինձ արդեն ոչ մեկ չէր կարող Ой, это пальчик. Нет ни одной отговорки, чтобы не готовить домашнюю выпечку. Потому что все готовится на изи-пизи и глазом не успеете моргнуть. Ма, ванилин. Կա վանելին։ Миксеры весы здесь тоже не нужны. Просто берем... Վերջին էլ կակաո։ Смешиваем ингредиенты. Մամա։ Լավ, փորձենք։ Լավ է, համեղ է։
Просто մեծ էլի է, պետք պեսոք։ Զբոգն, պասի, չենք կարա ճարենք ճարամակն։ Փորձենք լետ դրանք։ Չէ, դու էլ պետք է ու գնաս պրոցեսը։ Յա, կայնեք, են տակից պետք է այստեղ մի հատ ես իմ թաթիկով խառնեմ։ Օ, լավ է դու։ Խաբեցի։ Մեզ մի քիչ էլ է պետք ալյուր։ Նայի, մի քիչ ստացվի։ Это стоит того. Теперь, девочки, у вас нет ни одной отговорки, чтобы не готовить домашнюю выпечку. Потому что все готовится на изи-пизи. Тирамису здесь тоже нужно, просто без вкуса шоколада. Пожалуйста. 40 րոպե։ Այդ ինչ ռեցեպտ էր, ես խաբար չեմ, սիրելի հետևորդներ, ասեցի մի սարքի, բայց դե Լիլիթը Այս սաթ չաղեք, հենց որ լինի, մենք պետք է դրա վրա լցնենք, որ ավելի հանդեպ լինի։ Անետ պայի նոր խոսա։ Դե ավերակները հավաքի, քեզնից հետո նոր խոհանոցը մամատ ոնց էր մաքրել։ Շատ մաքուր էր։ Բայց հիմա ոնց որ թե շատ կեղտոտ է։ Հետո խայեմ, դե մի բանով զբաղվեց։ Բա հա, երեխա ես։ Էս ինչ է, էս որտեղից ես տեսել էս բաղադրատոմսը։ Էս պիտի էփի։ Հա։ Այն բանով պետք է անեին, այդ Միգլանով կայնի չանատանտերի։ Այդ պետք է հերնի վեր։ Հա։ Աստված ճարմենակ փոխինի։ Ինչ։ Ռոստով մատկաս նամենակ։ Թե էս ինչքան պիտի եռա։ 40 րոպե, մինչև գիտես, ինքը հերնի վեր է։ Սոդա էլ ես լցրել։ Հա։ Սոդա, մամա, սոդա։ Լավ ասեցի, ես էլ ուտում մի քիչ դառն է գալիս։ Ահա, տեն մեկ լավա եկա։ Լավ է։ Հանի։ Ուր է։ Վայ, Լիլիթ։ Մի քիչ։ Շատ է էդի, կեսը։ Կեսը էլի շատ է։ Ահա, всё։ Սոդան մոռացել էր, բա հոգուն վրա հասա։ Բապտի խառնես։ Փակի, հանի խառնի։ Վատ խոհարար ես։ Վայ, Կամա։ ապեր, չէ։ Լավ խառնի։ Խառնիր տակ ներքև այդ։ Վայ։ Ինչ լավն է, բրիչա։ Նայի, Հա։ աղջիկներ ջան։ Հələ թող։ Մամայի ուրախությունը։ Մամայի ուրախություն։ Լավ, տեսնի։ Հա։ Տար։ Հələ փորձենք։ Մինչև մաման չգա խառնվի չեր ելնի, չէ։ Ասենք անալիզի պատասխաններին։ Մեզ 37 րոպե։ Մեզ պետք է վերև, ծաղծակ անենք։ Եվ մեր տորտիկը եղավ, հիմա մենք անջատում ենք։ Վերեք։
Բեր են բանը։ Չէ, են Ես սրբիչն էլ դու։ Մամ սրբիչն էլ դու։ Մաման էլ եկել է նայելու, որ Լիլիթային ասել է, եթե լավ չէ, լավ լցնելու եմ գլխիդ։ Հետո դու ես լվանալու գլուխս։ Հստոր լվա։ Այս լրիվ Լիլիթային նուրուն արել։ Մոքրենք։ Այդ գազօջախին ես նեղ մաջալինով կոֆե թափեց։ Քո սիրելի ամուսինը։ Օй, վարվածի Սպասի հոտակը։ բերեմ մոտիկից նկարենք։ Վարվածի Այս հոտակը։ գազօջախը մաքուր թողիմ գնացիմ կոֆեը թափած եկամ։ Հելը։ Լիլիթ, այդ Լցնենք։ Հա։ Ոմեջը նասիշնը լինի։ Բա ոնց ես հանելու բանկայից։ Տենց ենք ուտում։ Հա։ Հա։ Այս ինչ մոդա էր, լավ։ Առաջին կծը։ Համով, հա։ Խելագարվելու է։ Ոնց են ասում, մարդ իրա թանը թթու չի ասում։ Հիմա քոնն է, համով է, թե կսկծու, ամոթու կսկծու ես։ Լուրջ համովա։ Հա։ Առաջին ուտելիքն է, որ իմոց ստացվել է։ Օրոյ։ Կարող է միջից կարենանք անենք։ Հա, Չէ լավ ուտում է։ Նելի սպասի մի գտալ ես գամ հանեմ միջից փորձեմ։ Նո տեսքեր։ Չէ սպասի, մի կտոր դնեմ ստե ամե ցույց տամ։ Այո, տակ է սերտը չեմ հավատում։ Հանում եմ մի կտոր, հատուկ հետևորդներ ջան, բո ձկնիկա։ Ձկնիկա, ոսկե ձկնիկա։ Մի հատ կտրում եմ ցույց տամ։ Որ հետևորդները տեսնեն այդ Լիլիթը իզուր չթխեց, հա? Ինչ էլ Նայեք, վայ։ Բախտդ բերեց Լիլիթ։ Ողնել կանեմ։ Իրոք շատ համեղ է, ուղղակի գիտես ինչ պիտի բարձր սենց խոր կացա լինի, որ մտնի մեջը։ Համով է։ Գոլորշով է։ Այդ համաղախբերոջս էլ տամ։ Արիստե։ Տարա որ աշոտը փորձի։ Այ բարի գիշեր, ձեզ լավ երազներ, թե ես գնացի ուտելու։ Ու հաջորդ անգամ կհանդիպենք էլի թազա իդեաներով։ Հնջողություն